Երրորդ խոսափող։ Շնորհակալություն։ Բազմիցս նշել եմ որոտանի խնդիրը։ Իմ ձեռքին է կառավարության անդամներից մեկի եզրակացումը շուրջ 5 էջանոց, որտեղ նշված է, որ այդ գործարքը սխալ էր։ Կուզեք մի նախադասություն կարդամ։ Պետական համապատասխան մարմինների սխալի հետևանքով գրանցված պայմանագիրը, որով Հայաստանի Հանրապետությունը իրավունք չուներ վաճառելու 14 թվականի հունվարի 29-ին կնքված պայմանագրում նշված գույքը, որը անօտարելի սեփականության իրավունքով պատկանում է պետությանը, ինչը 3 տարի շարունակ նշել եմ։ Հարց. Ուր է հասել որոտանի վաճառքի գործընթացը, ելնելով նաև այն փաստից, որ մի քանի օր առաջ Միացյալ Նահանգներում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մի քանի օրվա ընթացքում այդ գործարքը կայանալու է։ Ուր է հասել այդ գործընթացը եւ դրա հետ որպես փոքր հրացանցյալ հարց։ Որոտանի հեկին ճիշտ է արդյոք, որ կառավարությունը Նայրիտ գործարանի բաժնետոմսերի մի մասը հանձնել է որպես պարտք։ Խնդրում եմ այս հարցերին, եթե կարելի է պատասխանել։ Հարցին կպատասխանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։ Մեծ արգոնախագահ, հարգելի պատգամավորներ, պարոն Մանուկյան, որոտանի հարցը հասել է վերջնական փուլին։ Երկար քննարկումներից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության եւ գնորդ ընկերության միջև հանվել են բոլոր խոչընդոտող հարցերը եւ վերջնական տարբերակը գտնվում է ամերիկական կողմի մոտ ստորագրման։ Մեր տեղեկություններով մոտակա օրերին այդ պայմանագիրը վերջնական համաձայնության կտրվի եւ կներկայանան Հայաստան ստորագրելու։ Վերջնական փուլն է մոտակա ժամանակներում այդ աշխատանքները ամբողջությամբ կավարտվեն։ Ինչ մնում է բաժնեմասի հետ կապված, դուք գիտեք, վաճառում է որոտան բաժնետիրական ընկերության գույքը, ոչ թե բաժնետիրական ընկերությունը։ Իսկ այդ բաժնետոմսերի հետ կապված նման գործառույթներ ընդհանրապես չկան։ Կարող եմ ես տեղեկատվություն ձեզ ներկայացնել։ Շնորհակալություն, փորձեմ ճշտել։ Արձագանքի համար Արամ երրորդ խոսափող։ Այն հայտարարությունը, որ գործադիրը որոշել է որոտանի հեկին հանձնել Նայրիտ գործարանի բաժնետմասերի մի մասը, սա չի եղել, ճշտեցին։ Շնորհակալություն։ Սերժ Սարգսյանը 10 օր առաջ հայտարարել է, որ գործարքը եղել է։ Դուք ասեցիք մի քանի օր հետո կլինի։ Հարցս ավելի հստակեցնեմ։ Այն վիճելի մասերը, այն ստրատեգիական օբյեկտները, որի մասին մենք ասում ենք խորհրդան, լճերի մասին է խոսքը, ջրամբարների մասին է խոսքը։ Ջրամբարները այս գործարքի մաս կազմում են թե ոչ։ Ջրամբարները կազմում են այդ գործարքի մաս եւ տրված են ոչ թե սեփականություն, այլ կառուցապատման նպատակով։ Պայմանագրի մաս են կազմում։ Պայմանագրի մաս որպես կառուցապատում։ Նոր ձև եք թե խախտումը օրինականացնելու համար։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Նիստը համարում եմ ավարտված, ցտեսություն։